Ինչ վտանգներ ունենք տարբեր հավելվածներում, բանկային հավելվածներում։ Եթե պատասխանը այո է, ապա հավանաբար մենք փուլ ենք տվել խայծը եւ կայացրել ենք վաճառողի տեսանկյունից ցանկալի որոշումը։ Եթե մի բանը ներկայացվում է օրինակ օրական ընդամենը 500 դրամ, դա մեր մոտ շատ ավելի փոքրացնում է գումարի ընկալումը եւ նույն բանը կարելի ասել ամուսական 15000 դրամ, բնականաբար 15000-ը մեզ ստիպում է մտածել, ինչ լուծում կամ հակաքայլ կարող ենք ունենալ այս իրավիճակում։ Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Պարզից Պարզ podcast։ Յուրաքանչյուր էպիզոդում պարզ լեզվով ներկայացնում ենք բարդ ֆինանսական հասկացություններ եւ տալիս գործնական խորհուրդներ։ Շնորհակալություն եմ հայտնում Արարատ բանկին քաղաքացու ֆինանսական գրագիտությունը կարևորելու եւ այս նախաձեռնությունը հովանավորելու համար։ Բանկի աջակցությամբ մենք կարողանում ենք ստեղծել որակյալ կրթական բովանդակություն, որը կօժանդակի ձեզ կայացնել խելացի ֆինանսական որոշումներ։ Շարունակեք հետևել Պարզից Պարզ podcast-ին, որպեսզի միասին կառուցենք ֆինանսապես ավելի գրագետ հասարակություն։ Բաժանորդագրվեք, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր բարբերական տեսանյութերը։ Այսօր կշարունակենք վարկագծային ֆինանսների թեման։ Մենք բնականաբար մտածում ենք, որ ներկայացրած որոշումները հենց մեր որոշումներն են, առանց հաճախ մտածելու, որ այդ որոշումների վրա ազդում են տարբեր տեղեկատվություն, իրավիճակներ, տարբեր շահագրգիռ կողմեր։ Այսօր կխոսենք նրա մասին, թե ինչպես են բանկերը, ապահովագրականները, առևտրականները, առևտրային կետերը իրենց մարքեթինգի միջոցով փորձում ազդել մեր ընտրությունների վրա։ Առաջինը, այսպես ասած, փաթեթավորումն է, թե ինչպես է տեղեկատվությունը ներկայացվում մեզ։ Նույն տեղեկատվությունը կարող է ներկայացվել տարբեր կողմերից, նկատի ունեմ ֆինանսական տեղեկատվությունը, եւ արդյունքում մենք կարող ենք լրիվ տարբեր ձևով ընկալել այդ ինֆորմացիան։ Օրինակ, բժշկի մոտ գնալուց, եթե իմանում ենք, որ 3%-ը օրինակ լավ արդյունք չեն ունեցել, դա խնդրին մոտենում ենք բացասական կողմից, իսկ նույն բանը կարելի ասել, որ 97% դեպքերում ունենում ենք շատ լավ արդյունք, բնականաբար լրիվ ուրիշ տրամադրվածություն ենք ունենում։ Նույնը կարելի ասել փողի դեպքում, եթե մի բանը ներկայացվում է օրինակ օրական ընդամենը 500 դրամ, դա մեր մոտ շատ ավելի փոքրացնում է գումարի ընկալումը եւ նույն բանը կարելի ասել ամուսական 15000 դրամ, բնականաբար 15000-ը մեզ ստիպում է մտածել, իսկ եթե վերացենք տարեկանի, դա կլինի 180000 դրամ եւ բնականաբար 180000 դրամ ծախսելու համար շատ ավելի երկար կմտածենք, քան 500 դրամի դեպքում, թեև մաթեմատիկորեն երկուսն էլ նույն բանն են նշանակում։ Ֆինանսական եւ ոչ ֆինանսական ընկերությունները բնականաբար գիտեն մեր այդ հոգեբանական կամ հուզական ընկալումների մասին եւ փորձում են տեղեկատվությունը մեզ ներկայացնել հնարավորինս դրական լույսի ներքո։ Մեկ այլ տարբերակ է, վերջերս հաճախ նկատում եմ, որ ամանորյա զեղչեր, հատկապես մեծ ապրանքների վրա, մասնավորապես մեքենաների վրա, մեծ թվերով ներկայացնում են զեղչը, որը բավականին մեծ գումար է եւ երբ որ մի քիչ ավելի մոտիկից ենք նայում թվերը, հասկանալի է, որ եթե զեղչը այդքան մեծ է, ուրեմն գինը շատ ավելի մեծ է, բայց ես մի դասախոս ունեի միկրոէկոնոմիկայի Ամերիկայում, ինքը ասում էր մեզ փորձում են համոզել, որ մեզ զեղչեր են տալիս, բայց իրականում բոլոր վաճառողները, բոլոր խանութները մեզ ծախսի տակ են գցում, մեզ համոզում են ծախսել, թեև մեզ մատուցում են այն խնայողությունը, որ մենք ունենում ենք զեղչից, բայց իրականում ասում են, ոչ թե մենք խնայում ենք, այլ մենք լավ էլ ծախսում ենք, ուղղակի այդ ամեն ինչը փաթեթավորվում է այլ ձևով։ Ինչ լուծում կամ հակաքայլ կարող ենք ունենալ այս իրավիճակում, կրկին որոշումը պետք չի արագ կայացնել, պետք չի առաջին թվի վրա կենտրոնանալ, այլ ցանկալի է թվերը բերել տարեկանացված գումարի, վերածել տարեկան թվի եւ այդ դեպքում հասկանալով, թե մեծ պատկերը որն է, ինչ ֆինանսական հետևանք ենք ունենալու, ավելի ծանրակշիռ, ավելի հավասարակշռված որոշում կայացնել։ Մեկ այլ հոգեբանական մեթոդ է, այսպես ասած,
խայծի էֆեկտը, երբ մեզ առաջարկվում են 3 տարբերակներ, այդ 3-ից մեկը այնպես է նախագծված, որ երևի թե որևէ տարբերակով մենք իրան չենք ընտրի, դա մեզ ուղղակի պատրանք է տալիս ընտրության, բայց իրականում դրդում է կամ ամենաէժանը կամ ամենաթանկը ընտրելու եւ այդ մեջտեղի տարբերակը իրականում հաճախ նախագծված է ոչ համարժեք, որպեսզի մեր ընտրության մեջ չհայտնվի, բայց նաեւ պատկեր ունենանք, որ մեծ ընտրություն կա։ Եվ նաեւ ունենալով աչքի առաջ ոչ ձեռնտու տարբերակը ուղեղը համեմատում է եւ գտնում է ավելի ձեռնտու տարբերակ, այսինքն մեր որոշումը կանխատեսված կամ նախապես ուղղորդված է լինում։ Լուծումը կամ հակաքայլը այս իրավիճակում պետք է հարց տանք, արդյոք մեր որոշումը կփոխվեր, եթե մեջտեղի տարբերակը չլիներ։ Եթե պատասխանը այո է, ապա հավանաբար մենք կուլ ենք տվել խայծը եւ կայացրել ենք վաճառողի տեսանկյունից ցանկալի որոշումը, որը ոչ միշտ է մեր համար ամենաօպտիմալը։ Երրորդ էֆեկտը, որի մասին նախկինում էլ խոսել ենք, այսպես ասած, default կամ լռելային տարբերակի մատուցումն է, այսինքն վաճառողի համար ամենաձեռնտու տարբերակը արդեն իսկ դրված է, հաճախ մենք դա կամ բջջային հավելվածներում ենք տեսնում կամ այլ իրավիճակներում եւ դա փոխելու համար պետք է ջանք գործադրել, վերլուծություն անել, ինչ-որ գործողություն անել եւ հաճախ մենք հաջորդը սեղմելով գնում ենք ամենատարածվածը համակարգչային ծրագրերն են, երբ որ մենք ինչ-որ բան ենք տեղադրում համակարգչի մեջ եւ հաճախ next հաջորդ անելով գնում ենք, արտադրողներն էլ բնականաբար գիտեն, իրանք միջինում դնում են ամենապահանջված տարբերակը, չնայած դա մեր իրավիճակի համար կարող է ամենաճիշտը չլինել։ Եվ եթե գալիս ենք ֆինանսական որոշումներին, նախկինում մենք խոսել էինք կենսաթոշակային ֆոնդերի մասին, եթե օրինակ երկարաժամկետ ուզում ենք ավելի շատ վաստակել, հավանաբար ավելի ռիսկային պորտֆելը ընտրելը կարող է այդ ավելի եկամտաբերությունը տալ, քանի որ այլ տարբերակները քիչ ռիսկային եւ քիչ եկամտաբեր են։ Ինչ վտանգներ ունենք տարբեր հավելվածներում, բանկային հավելվածներում, ավտոմատ մարումներ, ավտոմատ վերաֆինանսավորումներ, ավտոմատ վարկեր երբեմն, cashback ծրագրեր, որոնք իրականում մեզ լրացուցիչ եկամուտ չեն տալիս։ Եվ հաճախ մենք չենք վերանայում, չենք դիտարկում ծրագրերի հավելվածների կարգավորումները եւ ընտրելով դրանք ավտոմատ կերպով սովորաբար մանր տառերով գրված են լինում պայմանները, մենք սեղմում ենք ընդունելու կոճակը եւ եղած լռելային կարգավորումները ընտրում ենք եւ հնարավոր է դրա արդյունքում ունենանք ֆինանսական կորուստներ։ Այդ իրավիճակները նաեւ լինում է հաճախ on-line բաժանորդագրություններին, որպես կանոն դրանք ավտոմատ երկարացվող են, այսինքն եթե մենք հաջորդ տարի չենք ուզում այդ ծախսը կատարել, ապա պետք է մտնենք այն տեղը, որտեղից բաժանորդագրվել ենք, կանգնացնենք բաժանորդագրվելը եւ ընդհանրապես ապա բաժանորդագրվենք։ Ինչ լուծում եմ առաջարկում այս իրավիճակում, ցանկալի է ծանոթանալ կարգավորումներին, մի քանի րոպե տրամադրել ծանոթանալ կարգավորումներին, բաժանորդագրվելու դեպքում ցանկալի է, ես օրինակ իմ օրացույցի մեջ նշում եմ հաջորդ տարի այդ օրը եւ օրացույցը ինձ հիշեցնում է, որ հավանաբար բաժանորդագրման թարմացում է լինելու եւ եթե ես չեմ ուզում շարունակել այդ բաժանորդագրությունը, ապա պետք է մտնեմ եւ դադարացնեմ։ Ժամանակի ընթացքում դրանք բավականին շատանում են եւ հնարավոր է անցանկալի ծախսերի բերեն։ Մեկ այլ հոգեբանական էֆեկտ է, այսպես ասած, սղության զգացումը, երբ մեր մոտ առաջացնում են ինչ-որ բանի պակասի զգացում, ինչ-որ բան վերջանում է, ինչ-որ բանից մենք ուշանում ենք, ուրիշներից հետ ենք մնում եւ այդ իրավիճակում ոչ օպտիմալ որոշումներ ենք կայացնում։ Դա հաճախ հանդիպում ենք էլեկտրոնիկայի խանութներում, հիպոթեկային վարկերի դեպքում, որոշակի ապահովագրական պրոդուկտներում հնարավոր է հանդիպել։ Լուծումը կամ հակաքայլը 48 ժամվա դադարի կանոնն է, այսինքն եթե ձեզ որևէ բան փորձում են շատ արագ վաճառել, ասում են, ինձ հիմա որոշում կայացրու, որովհետեւ վերջանում, այլ չի լինի եւ այլն, հավանաբար այդտեղ կա որոշակի
թակարդ եւ թակարդի մեջ չընկնելու համար ցանկալի է դադար վերցնել, հետ քաշվել, ավելի սառը մտածել, հետաքրքրվել այլ աղբյուրներից եւ արդյունքում նոր շռադատված որոշում կայացնել։ Այսպիսով ամփոփենք մի քանի արագ խորհուրդներ թվերի հետ գործ ունենալուց, հատկապես տարբեր տեսակ օրական, շաբաթական, ամսական ծախսերի, վարկերի տոկոսների, ավանդների տոկոսների անպայման բերեք տարեկան թվերի, որպեսզի մեծ պատկերը պարզ լինի եւ թվերը հնարավոր լինի համեմատել այլ նմանատիպ թվերի հետ։ Երբ մեզ առաջարկվում է 3 եւ ավելի տարբերակներ, անպայման հիշեք խայծի մասին եւ փորձեք այդ տեստը, փորձեք ձեզ հարց տալ ինչքանով է տարբերակներից ինչ որ մեկը իրականում խայծ կամ կեղծ, որպեսզի ձեզ դրթի ցանկալի որոշում կայացնել։ Լռելային տարբերակները ոչ միշտ են մեր համար եւ հետեւաբար ցանկալի է կարգավորումներին ծանոթանալ, ընտրել մեր համար ավելի համապատասխան կարգավորումները եւ տարբերակները։ Խուսափեք շտապ ֆինանսական որոշումներ կայացնելուց, սովորաբար ֆինանսները ավելի հանգիստ իրավիճակ են սիրում, ավելի սառը որոշումներ եւ դադար վերցնելով, հետ քաշվելով ավելի սառնասիրտ, շռադատված որոշումներ կայացրեք։ Իրականում հոգեբանությունը ազդում է մեր որոշումների վրա ավելի շատ, քան վերլուծությունները, եւ երբ մենք դա գիտակցում ենք, մենք ավելի շռադատված որոշումներ ենք կայացնում։ Եվ ինչպես մենք ուշադրություն ենք դարձնում ֆինանսական գրագիտությանը, թվերին, վերլուծություններին, նույնքան եթե ոչ ավել ուշադրություն է պետք դարձնել մեր որոշումների հոգեբանական կողմին, որքանով է մեր մտածելակերպը, մտածողությունը հստակ, որքանով ենք մենք զերծ տարբեր տեսակ կողմնակալություններից, ճնշումներից, հոգեբանական էֆեկտներից, արդյունքում ավելի շռադատված եւ օպտիմալ որոշումներ են կայացնում։